Վարձը սիրելի հայրենակիցներ, այսօր հունիսի 25-ն է եւ սա արդեն մեր թվով երկրորդ հաղորդումն է։ Ամբողջ օրը փորձում էի ծանոթանալ թե ինչ աուդիո զայնագրություններ կան։ Երևի դուք ծանոթ եք արդեն Բագրատ Գալստանյանի հայտարարություններին, նույնիսկ մեկնաբանելն է դժվար, թե ինչ ծրագրեր ուներ նա եւ իր աջակից խումբը, ինչ ահռելի նպատակներ են նրանք հետապնդել, այդ հեռախոսազրույցների ընթացքում խոսել են, թե ինչպես կարելի է բազմաթիվ մարդկանց սպանել, հասարակ մարդկանց այրել մեքենաների մեջ, յուղլեցնելով, հետո այրելով, ասելով, որ հետո ընտանիքներին կոմպենսացիա կտրվի եւ նրանք նույնիսկ ուրախ կլինեն։ Մեկ այլ հայտարարության մեջ նա ասում է, որ անասուն ազգի, անասուն ժողովուրդը, եւ թե ինչպես կարելի է այդ անասուն ազգին եւ ժողովրդին ղեկավարել, նույնիսկ մեջբերել դժվար է այդ հայտարարությունները, քանի որ դրանք դուրս են բոլոր սահմաններից, մարդկային սահմաններից, ել չեմ ասում կրոնավոր հոգևորականի արտահայտություններից, որքան հեռու պետք է լինեն դրանք եւ հայրենասեր նորմալ մարդու։ Անասունների ազգ հասկացողությունը ուղղակի դա վիրավորանք է յուրաքանչյուր մեկի համար, նույնիսկ նրանց համար, ովքեր որ աջակցում էին Բագրատ Գալստանյանին, քանի որ եթե մեկը հիերարխիայով իրանիցած է, իր աստիճանի հոգևորական չէ կամ նախկին իշխանության ներկայացուցիչ չի եղել, ապա հստակ տեղավորվում է այդ անասուն հասկացողության մեջ եւ խոսքը միլիոնավոր մարդկանց մասին է։ Ինչպես կարող էր նման մարդը պայքարել Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության շահերի համար, երբ խոսում է, որ ամբողջ մի ազգ անասուն է եւ պետք է անպայման մարդկանց սպանել, պատահական մարդկանց, հետո էլ կոմպենսացիա տալ եւ իբր նրանց ընտանիքները ուրախ կլինեն եւ բազմաթիվ մարդկանց նույնպես պետք է ձերբակալել։ Ես ամենայն անկեղծությամբ նշեմ, որ շատ ուրախ եմ, որ նման մարդկանց հիմա ձերբակալում են։ Ես միշտ փորձում եմ արեկցանք ունենալ մարդկանց նկատմամբ, մտածում եմ, որ ձերբակալությունը ամենավերջին քայլն է, որին որ պետք է դիմեն իշխանությունները, բայց այս պարագայում, երբ որ նման վիրավորանքներ են, նման վիրավորանքների արժանանում մեր հայ ազգը, որը որ 5000 տարվա պատմություն ունի, ամբողջ աշխարհը գիտի թե ինչ մեծ հպարտ ժողովրդի ներկայացուցիչ չենք եւ ինչ որ մեկը մեր ներսից մեզ այդպես է անվանում, դրանից բացի հստակ ծրագրեր է մշակում, թե ինչպես կարելի է սպանել անմեղ մարդկանց եւ ինչպես կարելի է ձերբակալել անմեղ մարդկանց, ինչպես պետք է պետության զավթման գործողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության մեջ եւ երկիրը հանձնել օտար կայսրությանը։ Կային նաեւ փաստաթղթեր, որտեղ որ գրված էր, թե ինչպես են նրանք հանդիպելու մեկ այլ երկրում, չեզոք երկրում, իբր չեզոք երկրում, որտեղ որ պետք է լինեն նաեւ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները։ Այս պահի դրությամբ սիրելի հայրենակիցներ 14 հոգի կարծես թե ձերբակալված են, նրանց մեղադրանքներ առաջադրվել են, թե չէ, կարծես թե հələ չեն առաջադրվել, նրանց թվում է նաեւ Բագրատ Գալստանյանը, եւ ես գրեթե համոզված եմ միանշանակ, որ Կտրիչ Ներսիսյանը եւս հստակ տեղեկացված է եղել այս ծրագրից եւ կարող է նույնիսկ մասնակցություն ունեցել այս ծրագրի մեջ։ Եվ հիմա ավելի հասկանալի է դառնում, թե ինչի Նիկոլ Փաշինյանը նման գրառումներ էր անում։ Շատ ավելի պարզ եւ հստակ է դառնում։ Հիմա արդեն կարելի է միանշանակ փաստել, որ ամբողջական պատկերը մենք արդեն տեսնում ենք եւ պարզ էր, որ 6 ամիս այս խումբը գործել է, բազմաթիվ մարդկանց են նրանք կարողացել ներգրավել, խոսք կար նրա մասին, որ 200-ից 250 հոգի, ես կարծում եմ, որ հիմա պետք է որ բացահայտվեն բոլորը, ովքեր որ մասնակցություն են ունեցել այս պետական հեղաշրջման նախապատրաստման գործերի մեջ, կեղտոտ ապազգային գործերի մեջ։ Հիշում եք սիրելի հայրենակիցներ, ես որ ասում էի ստուտի ազգայնականներ, ահա Բագրատ Գալստանյանի այդ հայտարարությունը, որ մեր ազգին ինքը վիրավորում է, նսեմացնում է, անասուն ազգ, էշերի ազգի անվանում, հստակ դրա վկայությունն է, այսինքն իրենց հայրենասիրությունը, մոլերանտ հայրենասիրությունը դա ձևական բնույթ է կրում։ Նրանք միանշանակ չունեն նաև հավատ Աստծո նկատմամբ, միանշանակ, քանի որ Աստվածավախ մարդը
նման կերպ ուղղակի չի կարող վարվել, նրանք հայրենասիրություն նույնպես չունեն։ Բացակայում է նրանց հայրենասիրությունը, նրանք հավատարմություն ունեն կայսրությանը եւ կայսրության հրահանգներով նման կերպ են վարվում։ Եվ հիմա, եթե մենք արդեն փորձում ենք տրամաբանորեն մտածել, թե ինչ էր տեղի ունենում այս վերջին օրերին ընթացքում, այդ ձերբակալությունները, որ եղան, նույնպես եւ էլեկտրական ցանցերի հետ կապված պատմությունը, այս ամենը իրար հետ կապ ունի։ Ընդհանրապես, եթե մենք հիմա նաեւ նայենք Պեսկովի հայտարարությունները, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Նա ասում է, որ իրենք տեղյակ են, թե ինչ է տեղի ունենում Երևանում, դա ասում են, որ Հայաստանը իրենց մտերիմ դաշնակիցն է, բայց ասում են, ինչ որ տեղի ունենում Հայաստանում, դա Հայաստանի ներքին գործն է։ Այսինքն ոչ մի ձևով Ռուսաստանի Դաշնությունը փաստացի չի դատապարտում կատարվածը։ Ինչպես իրենք դատապարտեն, քանի որ դա հստակ իրենց կազմակերպածն է, իրենց գործակալական ցանցի կազմակերպածն է։ Եւ հետեւաբար պետք է որ հետաքննությունը ընթանա այնպես, որպիսի հետագայում արգելվեն բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք որ հստակ մասնակցություն են ունեցել այս հակապետական, հակաազգային գործողությունների մեջ։ Այդ գեղեցիկ ազգային լոզունգներին այլևս ոչ ոք չի կարող հավատալ եւ ամբողջ ժողովուրդը համոզվեց, որ այնինչ մենք ասում ենք, դա համապատասխանում է իրականությանը։ Կարծում եմ հիմա Ռուսաստանի Դաշնության վերաբերմունքը եւս կփոխվի Հայաստանի նկատմամբ։ Չեմ կարծում, որ շատ արագ կարող է մի քանի օրերի ընթացքում փոփոխություն այդքան էլ չգրանցվի կամ հակառակը սուր հայտարարություններ լինեն, նույնիսկ այսօր եղել հայտարարություն, որ իրենք Սամվել Կարապետյանի գործին հետևում են, բայց Ռուսաստանի Դաշնությունը որ արդեն հույս չունենա հեղաշրջում իրականացնելու Հայաստանում, միանշանակ իրենց ոճը հայտարարությունների փոխվելու է։ Պետք է որ փոխվի։ Բայց ես չեմ պատկերացնում եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես են սա մարսելու Հայաստանի իշխանությունները, քանի որ բացի բաց, պարզից պարզ երևում է, որ այստեղ հստակ միջամտություն ունի նաեւ Ռուսաստանի Դաշնությունը։ Առանց Ռուսաստանի Դաշնության աջակցության որևիցե հեղաշրջման փորձ չէր կարող իրականացվել Հայաստանում եւ ինչքան էլ մեծահարուստ օլիգարխները գործող էին Հայաստան, ինչ փողեր էլ տրվեին մարդկանց, ինչ կուսակցություններ էլ չներգրավեին այս գործընթացի մեջ, միևնույն է նրանք չէին կարողանա հասնելու հաջողության, եթե դրա հետևում չլիներ կանգնած կայսրություն։ Սա հասկանալի է, սիրելի հայրենակիցներ, եւ իրոք շատ մեծ ցավ է առաջացնում կատարվածը, քանի որ ես կուզենայի, որ մեր ազգի մեջ չլինեին այդպիսի մարդիկ, ովքեր որ հաստատի վաճառում են իրենց ազգի եւ պետության շահերը օտարին։ Նախկինում շատ եմ տեսել հայոց պատմության մեջ, որ մեր ժողովրդի շրջանում եղել են դավաճաններ, երբեք չեմ ցանկացել հավատալ եւ մինչեւ վերջերս չէի հավատում, մինչեւ Արցախյան պատերազմը ես չէի հավատում, որ մեր ազգի մեջ կան շատ դավաճաններ, իսկ հիմա ականատես եմ լինում։ Եվ նույնիսկ ոչ միայն դավաճան են, այլ փորձում են հասարակ մարդկանց ոչ միայն ոչխարի տեղ դնել, վիրավորել, այլ նաեւ համոզել, խաբել, որ իբր Արցախը հանձնել է այս իշխանությունը, այնինչ 30 տարի թալանելով հստակ հող են նախապատրաստել, որպեսզի մենք այսօր արդեն Արցախ ունենանք։ Եվ հիմա դրա մեջ մեղադրում են Հայաստանի ներկայիս իշխանություններին։ Հայաստանի ներկայիս իշխանությունները իհարկե սուրբ չեն, իրենք էլ իրենց մեղքի բաժինն են ունեցել այդ պատերազմի ժամանակ, բայց եթե համեմատենք մեղքի բաժինը, ապա միանշանակ շատ ավելի մեծ մեղք ունի այդ ամենի մեջ այդ Բաքրատ Գալստանյանական թիմը, եւ շատ լավ գիտեք, թե ովքեր են մտնում այդ թիմի մեջ, օտար երկրների շահերը սպասարկող յուրաքանչյուր անձ մտնում է այդ թիմի մեջ։ Ու ահա այս պահին Տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը ընդունել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Մեկը Facebook-ում իմ գրառման տակ մեկնաբանություն էր թողել, թե իբր Լևոնն է բերել իշխանության Նիկոլ Փաշինյանին, բայց մենք տեսնում ենք, որ իրականում Լևոն Տեր-Պետրոսյանը եւս մաս է այս հակապետական գործողությունների։ Հակառակ պարագայում ինչպես կարող էր նա հենց հիմա ընդունել իր տանը ամենայն հայոց կաթողիկոս կոչվածին, այսինքն ավելի ճիշտ է թե արտահայտվենք Կտրիչ Ներսիսյանին։ Եվ կարևոր է նաև նշել այն, որ Նիկոլ Փաշինյանը իր էջում եւ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը
այդպիսի հրապարակումներ շատ կան, հստակ տեղադրել են այն լուսանկարները, թե ինչ են արգրավել այդ մարդկանց տնից, այդ թվում նաև Բագրատ Գալստանյանի տնից։ Հրազեն հաստացի զենքեր են ունեցել այդ մարդիկ, որպեսզի իրականացնեն պետական հեղաշրջում, ոչ միայն այդ աուդիո գրությունները կամ որպես անհերքելի փաստ, այլ նաև իրենց տնից փաստացի արգրավել է զենք զինամթերք։ Եվ նաև հիմա իր տեղն է ընկնում այն հայտարարությունը Սամվել Կարապետյանի, որի համար որ իրեն ձերբակալվել են, որ մենք մեր ձևով կլուծենք հարցը, եթե քաղաքական գործիչները հարցը չլուծեն։ Դա էր երևի պատճառը, որ Սամվել Կարապետյանին ձերբակալեցին, այսինքն ոչ թե միայն հայտարարությունը, այլ ահա այն ունեցած փաստերը, որոնք որ այսօր արդեն հրապարակային են դարձել։ Կրկին ու կրկին ասեմ, սիրելի հայրենակիցներ, այն որ փաստերը շատ են, համացանցը հիմա ողողված է այդ փաստերով, ձայնագրություններով, այդ տեսանյութերով, թե ինչպես են արգրավել այդ զենք զինամթերքը, նաև եթե մենք կապում ենք այդ բոլոր հայտարարությունները, վերջին օրերի դեպքերի զարգացումը, այս վերջին մի քանի օրերի դեպքերը, որոնք որ տեղի ունեցան Հայաստանում, մենք արդեն շատ հստակ պատկեր ենք ստանում, թե ինչ էր կազմակերպում Ռուսաստանի Դաշնությունը իրենց գործակալական ցանցի միջոցով, որոնց մեջ նաև մտնում էին հոգևորականներ եւ առանցքային դերակատարություն ունեին հոգևորականները մեր պետության եւ ազգի դեմ։ Չափազանց կարևոր է, որ պետությունը կարողացավ կանխել այս ահաբեկչությունը, չափազանց կարևոր է, եւ ես որպես շարքային հայ մարդ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգությանը եւ բոլոր նրանց, ովքեր որ մասնակցություն են ունեցել այս գործողությանը, որի շնորհիվ բացահայտվեց այդ խումբը։ Իմ համոզմամբ Հայաստանի Հանրապետության օրենքի ողջ խստության ամենաբարձր մակարդակով պետք է այս անձինք պատիժ կրեն եւ հայոց պատմության մեջ պետք է նրանք մտնեն, ինչպես Պետրոս Գետադարձն է մտել, ով որ անի դարպասներն էր բացում Բյուզանդիայի զորքերի առջև, ինչպես որ մտել է նույն Մերուրանը, ինչպես որ մտել է Վասակը եւ մնացած ուրիշ դավաճաններ։ Ցավոք մենք ունենք մեր պատմության մեջ նաեւ դավաճաններ եւ մենք հիմա արդեն համոզվեցի, որ պետք է շարունակենք այդ մարդկանց անունները գրել հայոց պատմության մեջ, որպեսզի մեր ապագա սերունդները տեսնեն, որ ոչ միայն բազմաթիվ հերոսներ է ծնել մեր ժողովուրդը, այլ ունեցել է նաև ցավոք սրտի բազմաթիվ դավաճաններ։ Այս պայդրությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ամեն ինչ լավ է լինելու, ցտեսություն, կհանդիպենք։